Պարոն նախագահ, նախ մինչև հարցիս անդրադառնալը, հարցիս մի շատ կարևոր կամուրջի մասին է, բայց մինչև այդ կամուրջին անդրադառնալը ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, քանի որ ձեր ղեկավարման տարիներին ես իմ ընտանիքով Եվրոպայից ներգաղթել ենք Հայաստան եւ Փառք Աստծո մինչ այսօր այստեղ ենք ապրում եւ հուսանք դեռ շատ կապրենք այս հայրենիքում, պարոն նախագահ, ուրեմն երբ որ ես իմ ընտանիքով արտագաղթեցինք, գազ չկար, լույս չկար, ջուր չկար, աղետի գոտին մարդիկ դեռ այդ չարաբաստիկ երկրաշարժի այդ փլատակների տակ էին ապրում, որ վիճակ էր, երբ որ ես արդեն այնտեղ էի, նախանձում էի, ասում էի, խի իմ երկիրի, իմ հայրենիքը չունի այնպեսի ղեկավար, ինչպես որ այստեղ են մարդիկ ապրում եւ չէին ճանաչում դպրոցում ինձ հարևանները չգիտեին Հայաստանը քարտեզի վրա մի կերպ էի ցույց տալ, որ այստեղ է, վերջը։ Ուրեմն 2001 թվականին, երբ որ ձեր ղեկավարման տարիներին կառուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, դեպ Հայաստանի ամենամեծ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այդ ժամանակ Ռոմի Պապը երբ որ եկավ Հայաստան, նոր ընդեղ արդեն ոնց որ մեզ իմացան, որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք եւ վերաբերմունք ամբողջությամբ փոխվեց մեր հանդեպ, թե իմ դասընկերների, իմ ընկերների, հարևանների միջև այնտեղ ապրելով։ Ուրեմն հետևում էի հայրենիքում ինչ է կատարվում, ուզում էի կարոտներ, այդ որ տանջում էր, միշտ ուզեցել էի վերադառնայի այս հողն ու ջուրը։ Ուրեմն պարոն նախագահ, երբ որ վերադարձա, ամբողջությամբ փոխված էր հայրենիքս, հենց առաջի կանգառի Զվարթնոցոտ հանրապետականից, սկսած մայրաքաղաքի բոլոր կառույցներից, Դավթաշենը չգիտեմ, այն ժամանակ որ գյուղ էր գնացել էի, բարեկամներ ունեի, վերադարձել էի կամուրջը, վեր շատ Դիլիջանի թունելն է, Սելիմի միջանցքը, վերջը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կառույցներ եք կառուցել հայրենիքում, տասնյակ, 30 եւ ավել կարծեմ, եթե չեմ սխալվում, եւ պարոն նախագահ, հիմա մի շատ կարևոր կամուրջ կա, որ ուզում եմ մեր երկրում Աստված վերադառնաք, շատ եմ խնդրում եմ Աստծուց, աղոթում եմ, որ միշտ գա այդ նորից վերադառնաք եւ ղեկավարեք պետությունը, ինչպես որ հարկն է, այսպես ձեր կեսվածքով ոչ թե խայտարակությունը ամաչում եմ նույնիսկ մեղ Աստծուն, նայեմ հեռուստատեսությամբ իրանց այդ արարքները, պարոն նախագահ, այդ կամուրջը կարծում եմ այսօր փլուզված է, ժողովուրդ եւ պետություն Ոնց է սպասում եք, որ կամուրջն է արդեն ժողովուրդ, այո, այդ ժողովուրդ պետություն ժողովուրդ պետություն կամուրջը փլուզված է այս պայն։ Ես ասում ես Ես մեծ պրոյեկտները սիրով եմ, երբ որ ասում էր կամուրջը, արդեն աշխարհագրությունը ասում ես դա դրա մասին է, բավականին փորձ ունեք, ձոր կա, որով պետքա բան, ապրես շատ լավ բան ասացիր։ Բավականին փորձ ունեք կամուրջների դրա համար այդ կարևորագույն կամուրջն է, ժողովուրդ պետություն, քանի որ այս պայն ամբողջությամբ փլուզված վիճակում է բոլոր ոլորտները։ Եվ տա Աստված վերադառնաք նորից այդ կառավարմանը եւ ինչ ձև եք պատկերացնում այդ կամուրջը վերանորոգել ժողովրդի եւ պետության միջև։ Շնորհակալություն։ Նայեք, իսկապես բանը միտքը լավն է։ Երբ է կամուրջը քանդվում, երբ վստահությունն է կորչում, չէ՞։ Նույնիսկ երկու անձ իրար հետ, եթե վստահություն չկա, հարաբերություններ չի կառուցվում։ Կամ եթե մեկը մեկին խոսք տալիս, խոսք տալու ժամանակ արդեն մտածում է ոնց եմ անելու, որ այդ խոսքս չպահեմ, էլ այդ անվստահության բանը էլեմենտներն է։ Վստահությունը վերականգնելը կամ կառուցելը մեկ տարբերակ ունի։ Խոսքդ պետք է քո գործի հետ բռնի։ Ժողովուրդն է ընտրում կառավարությունը եւ ժողովուրդը պարտավոր է պահանջել եւ պիտի պահանջի կառավարությունից կատարել բոլոր այն խոստումները, որը կառավարությունը տվել է։ Եթե կառավարությունը տեսնում է, որ կարող է խոսք տալ մեկ բան, անել ճիշտ ուրիշ բան, հետո գալ, ֆրցնել, խաբել, էլի վերընտրվել, այդ կամուրջը չի լինելու։ Ձևական կամուրջ է լինելու, գալով ասի ձեզ սիրում եմ, գիշերները երազներումս միայն ձեր մասին եմ բանանում, ձեզ եմ տեսնում, միայն դուք եք որ կաք եւ այլ, բայց
Սենց կամուրջի միակողմանի է լինելու։ Սենց քվեները միակողմանի գալով են դեպի իշխանություն, հակառակ կողմի վրա բարեկեցություն եւ այլն չի աշխատում, այդ միակողմանի կամուրջ է դառնալու։ Սենց մի նեղ կամուրջ էլի, որ սենց քվեն գալիս է, բայց հետ ոչ մի բան չի գնում։ Այսօր այդ վիճակն է։ 21 թվականը իրենց հոստումների, իրենց նախընտրական ծրագիրը որևէ մեկը վերցնի կարդա։ Ոչինչ չեն արել։ Ոչինչ, երևի խաղը 80%-ից արելը ոչ միայն չեն արել, արել են ճիշտ հակառակը։ Դրա համար գամ հետևյալի, այդ կամուրջը կառուցելը ունի մեկ բան՝ վստահություն։ Վստահության համար իշխանությունը պետք է հոսքի տեր լինի, պետք է պատասխանատու իշխանություն լինի, ժողովրդի գլխին փորձակ չբերող իշխանություն, հակառակը ժողովրդի անվտանգության եւ բարեկեցության մասին մտածող իշխանություն։ Ուրիշ ձևի այդ վստահությունը